Ստորագրվում է միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Հայկական կողմից հայտարարությունը ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամերիկյան կողմից հայտարարությունը ստորագրում է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Joint statement on the completion of negotiation on an agreement for peaceful nuclear cooperation between the United States of America and the Republic of Armenia is being signed. From the Armenian side, the statement is being signed by His Excellency Mr. Nikol Pashinyan, the Prime Minister of the Republic of Armenia. From the American side, the statement is being signed by the Honorable J.D. Vance, Vice President of the United States. Այժմ տեղի կունենա մամուլի համատեղ հայտարարությունը. A joint press statement will now take place. Մեծարգո պարոն փոխնախագահ J.D. Vance, ԱՄՆ պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, մեծագույն պատիվ է այսօր հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը ունի հիրավի պատմական եւ խորհրդանշական կարեւորություն։ Սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այն տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում եւ արտացոլում է մրցանակի եւ մեծ հույս ունեմ, որ նախագահը արդարացիորեն կարժանանա 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին։ Փոխնախագահ J.D. Vance-ի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն Vance-ին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում եւ Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում
Խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ուզում եմ նաև նշել, որ ստացել եմ եւ սիրով ընդունել եմ նախագահ Տրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Տրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարևորությունը համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված TRIP ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Պարոն Վենսետ, քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների եւ արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան Nvidia ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբականակի արտանման թույլտվությունների տրամադրումը։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ եւ թափանցիկ համագործակցությունը թույլ կտա ել ավելի զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը։ Բացի դա, փոխնախագահ Վենսի հետ այսօր ստորագրեցինք քիչ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին 123 կոչվող համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը։ Այս համաձայնագիրը նորեջ կբացի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար եւ պատրաստակամություն եմ հայտնել ել ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների եւ հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման եւ մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։
Բնականաբար անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը, մասնավորապես Հայաստանի պետական կառույցների հզորացման եւ նրանց կարողությունների զարգացման հարցերին։ Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև Խաղաղության խաչմերուկ ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեղ ընդգծել ենք, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ, եւ պատրաստակամություն ենք հայտնել ել ավելի զարգացնել դրանք իշահ մեր ժողովուրդների։ Մեծարգո, պարոն փոխնախագահ, ցանկանում եմ վերստին ողջունել ձեզ, ձեր տիկնոջը, հարգելի Ուշավենսին եւ ձեր գեղեցիկ ընտանիքին, ձեզ ասում եմ բարի գալուստ Հայաստան եւ մեր շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կուռ կապերը ել ավելի զարգացնելու ձեր պատրաստակամության եւ անձնական ներդրման համար։ Շնորհակալ եմ։ Well, thank you, Mr. Prime Minister. It's great to be here in our media. Վարչապետ, շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար եւ հատկապես շնորհակալ եմ, որ երկրորդ տիկնոջը Ուշավենսին նկարագրեցիք որպես մեծարգո եւ երևի ապագայում նա արդեն սպասելիքներ, ակնկալիքներ ստեղծեցիք։ Սա շատ հիասքանչ երկիր է, որի հետ համագործակցելով ԱՄՆ-ն շատ հպարտանում է։ Նախագահ Տրամպը ուղարկում է անձամբ ձեզ եւ նաեւ Հայաստանի ժողովրդին իր անձնական բարևները։ Նախագահ Տրամպը եւ վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել։ Խաղաղությունը չի կերտվում զգուշ մարդկանց կողմից, խաղաղությունը անցյալում չի կերտվում, խաղաղությունը կերտվում է ապագայում եւ քանի որ վարչապետ այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել իմ հետ աշխատելով եւ նախագահի հետ աշխատելով մենք ոչ միայն խաղաղություն ենք Հայաստանի համար կերտում միասին, այլ նաեւ բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք որ առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների գործակցության համար, գործընկերության համար։ Ես ուզում եմ մի քանի բան հայտարարեմ, պարոն վարչապետը արդեն դա նշեց, բայց եւս անգամ ընդգծեմ եւ թե ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախ եւ առաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց Nvidia ընկերության համար։ Դա ինչ է նշանակում։ Նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի եւ ընկերությունների համար, այլ նաեւ Հայաստանի։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Հիմա այստեղ կառուցվելու են եւ արդեն կառուցվում են այստեղ Հայաստանում վարչապետի առաջատարության հետևանքով եւ իրոք շատ շնորհակալ ենք պարոն վարչապետին եւ Հայաստանի ժողովրդին նաեւ հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են 1-2-3 քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում։ Երբ որ սա արդեն հունի մեջ մտնի, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ սա ստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ, սա այն դեպքն է, որ շատ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում, այնքան վստահ, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր եւ ելի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության TRIP պայմանագրի հետ ծանոթ եք, որը որ կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, բայց այնուամենայնիվ ասեմ, մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում եւ աննախադեպ
կապահովի Հայաստանի եւ հարևան երկրների միջև, սա հոյակապ է եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց սա նաեւ կնպաստի խաղաղության գործընթացին, երբ որ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը եւ այլ, սա նպաստում է, մենք խաղաղությունը ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի, շատ բան կա հայտարարելու, շատ բավականին լի օրակարգ ունենք, TRIP հիմնադրամը ինչ է անելու, դա նշանակում է, որ ԱՀԿ-ին մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ, որպեսզի այն փոխշահկապակցվածություն ստեղծի։ Նաև ես շատ ուրախ էի, որ մի 2 րոպե առաջ պարոն վարչապետը նշեց, որ այն նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի եւ ԱՄՆ-ն ունի եւ հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար եւ մեր լավ բարեկամ վարչապետի եւ մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի, դա նշանակում է ապագա, հետագա լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ։ Թույլ տվեք ասել, այնինչ որ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Ես իրոք հպարտ եմ, որ ես Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր եւ ես սպասում եմ վաղվա օրվան, որ ես մի քիչ կանցկացնեմ ձեր երկրում։ Սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից, պետություններից մեկն է։ Ես ինքս անձամբ քրիստոնյա եմ եւ ես գիտեմ, թե այս երկիրը ինչ է նշանակում ամբողջ աշխարհի համար եւ այն կրոնի հավար, որ մենք երկուսով դավանում ենք։ Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն ձեր համագործակցության համար եւ նախագահ Թրամփը եւ ես շատ նվիրված ենք այս համագործակցությունը ամրապնդելու գործում։ Գուցե մի երկու հարց երկուական վերցնենք։ Մեծարգո պարոն փոխնախագահ, հարգելի ներկաներ, այժմ մենք բացում ենք հարթակահարցերի համար երկուական հարց յուրաքանչյուր կողմից։ Your Excellency's guests, now we will open the floor for the questions. 2 questions from the representative of United States media and 2 from Armenia. And the first question from our colleagues from United States. Առաջինը Միացյալ Նահանգների մեր գործընկերների կողմից, խնդրեմ։ Պարոն վարչապետ, կարող եք ասել, որ թե ձեր խոսակցություններում Իրանը քննարկել եք եւ տարածաշրջանում իրավիճակը եւ որոնք կլինեն Միացյալ Նահանգների եւ Հայաստանի նպատակները եւ խնդիրները հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանի դիվանագիտական փոխանակումները։ Համոզված եմ դուք նկատեցիք արդեն մեր հայտարարություններից, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության առանցքում մի նպատակ կա եւ այդ նպատակը խաղաղությունը եւ կայունությունն է եւ մեր բոլոր գործողությունները եւ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ուղղված են խաղաղությանը եւ կայունությանը եւ ես համոզված եմ, որ այդ նպատակը իրագործել ենք արդեն տեսել ենք, տեսնում ենք արդեն։ Ես առիթ ունեցա ասելու նաև իմ բացման խոսքում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, որ շատ կարևոր է արձանագրել, որ այն խաղաղությունը, որը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվեց, հռչակվեց, ինքը արդեն գետնի վրա իրականության մեջ արտահայտվում է եւ թույլ տվեք ասել, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է եւ այդպեսին կլինի միշտ։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը հայկական կողմից, the next question from Armenian side. Հանրային հեռուստաընկերություն Իրինա Մկրտչյան, պարոն փոխնախագահին եմ ուղղում հարցս, պարոն փոխնախագահ, թեպետ դուք ձեր ելույթում անդրադարձ կատարեցիք TRIP նախագծին, բայց կուզեի մի քիչ մանրամասնեինք։ Ինչպես կգնահատեիք ընթացքն այս պահին, ինչքան ներդրում է ակնկալում կամ նախատեսում կատարել Միացյալ Նահանգներն այս նախագծում եւ տնտեսական ինչ օգուտներ է ակնկալում նախագծից։ Շնորհակալություն։
Well, in terms of the amount of Ինչ վերաբերում է ներդրումների քանակին, մենք շատ գործընկերների հետ խոսացինք եւ այս տարածաշրջանում եւ աշխարհում սա բավականին բարգավաճ միջավայր է։ Մենք այսօր շատ խոսեցինք, թե ոնց կարող ենք արագացնել գործերի ընթացքը։ Պարոն վարչապետը նույնպես շահագրգռված է, որ արագ, հնարավորին չափ արագ շարժվենք, քանի որ տնտեսական բարգավաճումը լավ է եւ խաղաղության համար եւ բարգավաճման։ Իհարկե, Միացյալ Նահանգները կառուցողական եւ դրական դեր են խաղալու, բայց իմ կարծիքով փողը չի խնդիրը, շատ հետաքրքրվածություն կա, շահագրգռվածություն կա աշխարհով մեկ, մարդիկ համոզված են, որ կարող են Հայաստանում ներդրելով բավականին շահույթ ստանալ։ Այստեղ հիմնական հարցը թե ինչպես ենք խաղաղությունը, խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլ հասցնեն, որ գանք մի իրավիճակի, որ արդեն պարոն վարչապետը կարողանա ապագայի վրա կենտրոնանալ։ Գիտենք այստեղ ընտրություններն են օրակարգում շուտով, սա մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Բնական է մի օրում, մի գիշերվա ընթացքում սա չի լինելու, բայց կարող ենք օգոստոսի 8-ից մինչև օրս շատ մեծ առաջընթաց արդեն արձանագրել։ Mr. Vice President, on the Iran Պարոն negotiations, վարչապետ, would the Իրանի U.S. հետ allow կապված limited uranium enrichment or Միացյալ Նահանգները թույլ են տալու Well, I think the նվազագ president's going to make the ultimate determination about where we draw the red lines in the negotiations. If you go back to the original Նախագահն է negotiations, որոշելու, եթե վերադառնանք սկզբնական բանակցությունների մեր եւ Իրանների մեջ, մեր նախագահան շատ ջանասեր աշխատում է, որպեսզի մեզ համար փոխշահավետ համաձայնության գանք, բայց եթե իրանացիները համաձայնվեին, ուրեմն լավ վերջակետի հասնենք։ Մենք հիմա կենտրոնանում ենք Միացյալ Նահանգներ եւ վարչապետ, Միացյալ Նահանգներ եւ Հայաստան փոխհարաբերություններին, որպես կանոն մեր նախագահան սա մասնավոր է, ինքը նախապես չի հայտարարում, թե ինչ է ինքը բանակցությունների ժամանականում, ինքը շատ լավ խոսակցություններ է ունենալու իր թմի հետ, գալիք օրերի եւ շաբաթների։ Ես թույլ տամ թող նախագահան ինքը այդ բանակցությունները, բայց էլի հարգելով մեր մամուլի ներկայացուցիչները, բայց ասեմ, մեր նախագահան բավականին մասնավոր է պահում։ Իսկ ցուցարարների նկատմամբ բռնության օգտագործումը սա բերելու է նրան, որ նախագահան պնդի, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ լինի։ Դա մեր նախագահան շատ խիստ պահանջ է արել, որ եթե կան բանտարկյալներ, որոնք պետք է դատապարտվեն, մեր նախագահան ասել է, մենք Իրանի խաղաղ ցուցարարների կողքին ենք, մենք իրենց սատարում ենք, բայց այո, միանշանակ է, մեր նախագահան սա պարզ է դարձրել, որ եւ ոչ միայն իրանացիների հետ, ամբողջ տարածաշրջանի համար այդ հարցին առաջ է բրթելու։ Շնորհակալություն, Armen Press լրատվական գործակալություն Աննա Գզիրյան, պարոն վարչապետ, դուք ձեր խոսքում նշեցիք օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո, թե մինչ այժմ ինչ աշխատանք է կատարվել եւ ընդհանուր առմամբ նաեւ նշեցիք, թե ինչ ուղղություններով առաջիկայում ակնկալիքներ ունենք։ Կխնդրեմ ընդհանուր առմամբ գնահատեք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս մակարդակը, իրականացվող աշխատանքների ընթացքը եւ մոտ ապագայում ինչ կոնկրետ գործողություններ ակնկալենք։ Շնորհակալություն։ Կարծում եմ, այս տեսարանը Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մակարդակը ընդգծում է։ Այսօր մեր հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ, բայց շատ կարևոր է, որ փոխնախագահի հետ մենք ընդգծեցինք մեր հարաբերությունների հետագա զարգացման մեծ պոտենցիալը։ Իրականում, այո, մենք այսօր բարձրագույն կետում ենք, բայց միայն մեր խոսքում այն օրակարգը, որ մենք նշեցինք, այդ օրակարգի միայն իրականացումը անգամներով է ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը եւ սա շատ կարևոր է։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, բայց կարևոր է արձանագրել, որ մենք հիմա ռազմական գործընկերության կոնկրետ արտահայտություններ կարող ենք ցույց տալ, որոնք շոշափելի են, տեսանելի են, եւ իհարկե իմ հատուկ գնահատանքը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփին իր անձնական ներդրման համար, բայց ես նաեւ փոխնախագահ Ջեյ Վենսին եմ այսօր մի քանի անգամ այդ թվում անձնական զրույցում շնորհակալություն հայտնել իր անձնական ներդրման համար,
որովհետև մենք գիտենք, թե 2025 թվականի փետրվարի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը եւ մեր շատ բովանդակալի զրույցը եւ քննարկումը հետագա իրադարձությունների համար ունեցավ առանցքային նշանակություն, ընդ որում ես պարոն փոխնախագահային հատուկ շնորհակալություն հայտնեցի, ինչի համար, որովհետեւ այդ հանդիպման օրերին դեռ ոնց արտահայտվեմ, որ ճիշտ լինի, Սպիտակ տունը դեռ տրանսֆորմացիայի փուլում էր։ Ես ենթադրում եմ, որ նույնիսկ պարոն փոխնախագահը չէր հասցրել լիարժեք տեղավորվել այդ աշխատանքային միջավայրում, եւ ես շատ բարձր եմ գնահատում, որ ինքը այդ պայմաններում կարեւոր համարեց այդ խոսակցությունը, եւ մենք հանգիստ հանդարտ բավականին երկար եւ մանրամասն քննարկեցինք այն հնարավորությունները, որ օրակարգը, որ կարող է հասցնել այսօրվա կետին իմիջայլոց, եւ դա առանձնահատուկ գնահատանքի է արժանի, որ այդ միջավայրում եւ երբ ես վերադարձա արդեն Երևան, արդեն ազդակները, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ արդեն տվել է համապատասխան հանձնարարականներ, ինձնից շուտ հասել էին Երևան եւ սա իհարկե պատասխանատվության եւ պրոֆեսիոնալիզմի մի առանձնահատուկ դրսևորում է, ինչի համար ես իհարկե իմ գնահատանքի խոսքերը եւ հարգանքի հավաստիքը պարոն փոխնախագահային արտահայտել եմ։ Շնորհակալություն հարցերի համար, ձեր ընկերազանցություններ, շնորհակալություն պատասխանների համար. Thank you for your questions and thank you, Your Excellencies. Thank you. Sense? Good night, everyone. Mr. Vice President, to be clear on Iran, our military